Ողջունում եմ ձեզ, շնորհակալ եմ, որ լայքում եք։ Մի խոսքով այսօր ես շատ անհանգստացած էի եւ շատ անհանգիստ էի, ուզում էի, որ անպայման ձեզ հետ խոսայի։ Քան ժամանակը դուր չի գալի, որովհետեւ ժամանակի հետ է կախված։ Ժամանակ չունի։ Հարգելիներս, ես ուզում եմ ասեմ, որ այսօր շատ անհանգստացած եմ։ Անհանգստացած եմ իմ ազգի համար, բոլոր աշխարհի մոլորակի համար, որովհետև տեսնում եմ, որ բոլոր Աստծո խոսքը, մարգարեությունները կատարվում են, եւ ես որպես քրիստոնյա հոգևոր Աստծո հետ իմ հաղորդակցությունը, որ Աստված միշտ խոսում է ինձ հետ, ես ուզում եմ, որ Աստված որ մտքից մեջ դրել այսօր անհանգիստ, անընդհատ ուզում եմ, չի ուզում խոսալ, բայց անընդհատ միտքս ինձ հանգիստ չէր տալ։ Ես եւ ստիպված իմ խղճի համար որոշեցի, որ մտնեմ եթեր։ Հարգելիներս, ես տեսնում եմ, որ մարդկանց սերը, հույսը, հավատքը մարդկանց մեջ կամաց վերանում է։ Մարդիկ այս իրավիճակների մեջ տեսնելով, մարդկանց այս իրավիճակը տեսնելով, եւ մարդիկ սկսում են հիասթափվել, ոչինչ չեն տեսնում, չեն զգում, կարծես մարդկանց գիպնոզացրել են։ Մարդկանց մեջ առաջանում է անվստահություն իրար նկատմամբ, խմբերի են բաժանվում, իրար դեմ են դուրս գալի, մոլորության եւ ճանապարհների մեջ են ընկած եւ անորոշության պատճառով սխալ քայլեր են անում եւ խոսում եւ անհաստատ են իրենց ճանապարհների մեջ։ Բայց Աստծո խոսքը ասում է, ես եմ ճանապարհը, ճշմարտությունը, կյանքը, մեկը հորքով չի գա։ Աստված մեզ հույս ա տվել, հավատք ա տվել եւ մենք չենք կարող հուսալքվել եւ մեր հավատքը կորցնել, հարգելիներս։ Եվ նաեւ այդ առաջիկ է, երկրորդը ես աղոթում եմ գիշեր-ցերեկ բոլորիդ համար, գիշեր-ցերեկ Սուրբ Հոգին առաջնորդում է, որ ես աղոթում եմ իմ ազգի համար։ Ուզում եմ իմ բոլոր հայերին ասել, որ դուք երբեք չեք պարտվել եւ Աստված ձեզ հետ է եւ երբեք Աստված չի թողնի, բայց նաեւ Աստված ուզում է, որ դուք մոլորության մեջ եք, ուզում է, որ ետ դառնաք ձեր ճանապարհներից դեպի Իրան նայեք, որովհետեւ դուք շփոթված եք այսօր, ձեր մեջ շփոթված է հավատքը, որովհետեւ այսքան ցավեր ու դժվարություններ տեսնելով ես հասկանում եմ, հիասթափություն է գալի, անհավատություն է գալի, ես ուզում եմ ասեմ, որ իմ ազգը շատ ուժեղ է եւ երբեք չի կարող հուսալքվել, որովհետեւ մենք ունեցել ենք շատ խելացի գիտնականներ, մենք ունեցել ենք շատ հզոր խելացի մարդիկ, գրողներ, բանաստեղծներ, մեր պատմությունը մեզ սովորեցրել է, որովհետև մենք մեր գենետիկան, մեր հավատքը, որովհետև Աստծո աչքը եւ ընտրությունը մենք ենք եւ բոլոր ազգերի համար մենք շատ կարեւոր լուր ունենք անելու։ Մենք առաջինը մեր մեջքը պետքա տնկենք, այսինքն ներողություն այդ բառի, մեջքը ուղենք, մեր գլուխը նորոգենք, մեր մտքերը նորոգենք, մեր սրտերը Աստծուն գանք, ապաշխարենք, որովհետև իսկապես Աստծո գալուստը մոտ է, բայց չգիտեմ երբ կգա, բայց արդեն նշանները տեսնում ենք։ Սիրելիներս, մի մոլորվեք, մի շփոթվեք, Աստված մեզ հետ է։ Եթե բոլորդ ապաշխարեք, դեպի գաք Աստծուն, խնդրում եմ ամեն մեկը, որ իրիկուն առավոտը, գիշերը, ցերեկը քնում եք կամ նայում եք երկինք նայեք, որ Աստված է ձեզ նայի, ձեր աչքերը բարձրացեք երկինք։ Մեր մշակույթը, կրոնը, մեր հավատքը մենք պետքա վերակառուցենք, վերածնվենք, սիրելիներս, երբեք չհուսալքվեք, որովհետև ձեր գլուխը միշտ բարձր պահեք, որովհետև հայը չի կարող ոչ մեկի առաջ խոնարհվել, որովհետև մենք հաղթական ենք, մենք ուղղակի ընկանք ծուղակը, մոլորության, մեր վստահությունը, մեր սերը օգտագործեցին։ Եվ այսօր անօրենը սատանան տարբեր տեսակ միջոցներով մեզ ուզում է կոտրի մեր հավատքը։ Գիտեք ինչի համար, որովհետև գիտի իսկական հայերն են, որ ընտրված են ու Աստծո խոսքը սերմը նրանց մեջ է եւ նրանք պետք է տարածեն բոլոր աշխարհին Աստծո խոսքը։ Այսօր ես աղոթում եմ բոլոր ազգերի համար, որ մենք պետքա որպես հոգևորներ մեր աղոթքներով, մեր նվիրվածությամբ եւ մենք ոտքի կանգնելով մենք պետքա ինչ անենք, մենք պետքա Աստծո վկաները լինենք, այսինքն այս երկրի վրա մենք մեր հայերով միաբանությամբ սիրով։ Ես ուզում եմ, որ ոչ մեկի դեմ դուրս չգա։ Այսօր այդ պահը չի, սիրելիներս, այսօր միաբանության պահն է, այսօր սիրո պահն է, հավատքի մեկս մեկի ձեռքը բռնելու, ոչ մի բանի չենք նայելու, մենք հայ ենք եւ մենք
ունենք հաղթություն, որովհետև Աստծո կնիքը մեր մեջ է։ Սիրելիներս, մենք ունենանք հզոր երկիր, եթե մենք լինենք միաբան, հավատքով, մեր աչքերը բարձրացնենք երկինք, մեր ապաշխարենք եք դառնանք Աստծուն եւ կտեսնենք, որ Աստված կօրհնի մեր ազգը, Տերը կօրհնի մեզ։ Հիսուսն ասում է, Աստծո խոսքը ասում է, թե Աստված մեզ կողմն է, ով է մեզ հակառակ։ Մենք ունենք Աստծո աչքը, Աստծո գենետիկան, Աստծո պաշտպանությունը։ Դուք այսօր գիտեք, պարապ, այսքան բան, որ Աստված մեզ պահում է, ինչ շնորհիվ է։ Դա Աստծո աղոթքների, դա սուրբերի եւ հոգեվորների եւ բոլորիդ աղոթքն է, Աստված բոլորից սիրում է։ Հայաստանում տեսնում եմ, որ շատ նեգատիվ բաներ է կատարվում, շատ վատ բաներ է կատարվում, սիրելիներս։ Մենք պետք է օրինակ լինենք, որովհետև մենք դրա համար ենք ծնված։ Երբեք չկոտրվեք։ Խնդրում եմ բոլոր իշխանավորներին իմաստություն, մեր ազգին հանկարծ մոլորության եւ շփոթության եւ տագնապի մեջ չդնենք։ Մենք աղոթում ենք բոլորի համար, որ մեր Հայաստանը ոտքի կախնի, օրինակ լինի, զորանա, մեր մշակույթը, մեր սերունդները զորանան եւ մենք օրինակ լինենք բոլոր աշխարհի համար։ Այսքանը ես ուզում եմ ասեմ, որովհետեւ ես անհանգիստ եմ։ Ես որպես հոգեվոր ավետարանիչ ես չեմ կարող անտարբեր լինել, որովհետեւ ես սիրում եմ իմ Հայաստանը, ես սիրում եմ այս աշխարհը եւ սիրում եմ բոլոր ազգերին։ Եվ մենք աշխատենք հնարավորինս չներելու բաներ շատ կա, բայց որպես քրիստոնյա մենք պարտավոր ենք մեր առաքինությունը ցույց տալ, որովհետև մենք միշտ հաղթել ենք ամեն իրավիճակի մեջ Աստված մեզ երկեր է ցույց տվել, այդ երկերը մեր գիտությունն է, մեր իմաստությունը, մեր հավատքը, մեր պատմությունը, մեր կրոնը, մեր արմատները պահենք եւ օրինակ լինենք բոլոր աշխարհի մեջ, ոչ թե հիասթափվենք, ոչ թե մոլորության մեջ ընկնենք, իրար դեմ դուրս գանք։ Սիրելիներս, մենք միաբան ենք պետքա լինենք, միաբանությունը, սերը, հույսը, հավատքը մեզ օգնի եւ մեր աչքերը երբ որ վեր բարձրացնենք երկնային հորը, աղոթք անենք ու Աստված ասում է, եթե ետ դառնաք ձեր չար ճանապարհից ինձ գաք եւ ես ձեզ կբուժեմ, ես ձեր երկիրը պտուղներ կտամ եւ ձեզ հաղթական կանեմ։ Այսքանն է ուզում ասեի։ Ես սիրում եմ բոլորիդ, շնորհակալ եմ, որ բոլորդ լայքում եք, շնորհակալ եմ, որ լսում եք ինձ։ Աստված օրհնի բոլորիդ։ Սիրում եմ եւ օրհնում եմ ձեզ։ Ամեն։